Հողերի համակարգված գրանցման գործընթացը պաշտոնապես կավարտվի դեկտեմբերի 31-ին, հայտարարել է արտարադատության փոխնախարար Գեորգի Տգեբոաձեն։ Հողերի համակարգված գրանցման գործընթացը պաշտոնապես կավարտվի դեկտեմբերի 31-ին, սակայն եթե մեր քաղաքացին հատուկ դիմի գործակալությունը հնարավորություն կունենա գրանցում իրականացնելու նույն ձևով համակարգված գրանցման համար սահմանված չափանիշերին համապատասխան անհատական դիմումի հիման վրա, ասել է Տգեբոաձեն։ Խորհրդարանում նախաձեռնված օրենքի նախագծի համաձայն այն քաղաքացիներին, որոնք չեն պահպանել համակարգված գրանցման ժամկետները կամ չեն կարողացել դա անել տարբեր պատճառներով, վերջնաժամկետ է տրվում 2027 թվականի հունվարի 1-ը իրենց սեփականությունը գրանցելու համար։ Փոխնախարարը նշել է, որ վճարը 2026-ից սկսած կորոշի կառավարությունը։ Հատկանշական է, որ օրենքում չի նշվում, թե որքան կարժենա հողի գրանցման նոր կանոնները։ Օրենքի նախագծի պարզաբանման մեջ նշված է, որ վճարը պետք է որոշի Վրաստանի կառավարությունը մինչև 2026 թվականի հունվարի 1-ը։